Եվրոպական դատարանի միջոցով, եվրոպական կառույցների միջոցով մենք հայնադարձրել ենք 100-ից ավելի գերիներ։ Վերադարձրել ենք մինչև պատերազմը գերեվարված եւ սպանված դիակներ։ Օգտագործելով այն իրավունքը, որը կա Եվրոպական միությունում, օգտագործելով Եվրոպական դատարանի գործիքակազմը։ Նրանց այս պահին նրանց կյանքին եւ առողջության վերաբերյալ հասել ենք նրան, որ յուրաքանչյուր 6 ամիսը մեկ պետք է ներկայացվի զեկույց, փաստարկված, լուսանկարներով։ Հանրապետություն կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանն այս օրինակով երեք խորհրդարանում հիմնավորում էր եվրոպական կառույցներին անդամակցելու կարևորությունը։ Հայաստանի Եվրամիության անդամակցելու գործընթացի մեկնարկի նախագծի քննարկմանը որպես նախաձեռնող խմբի ներկայացուցիչ փորձում էր ցույց տալ, թե ինչի կարելի է հասնել օրինակ Եվրադատարանի միջոցով։ Եվ մենք հասել ենք նրան, որ գերիների վիճակը, կենցաղային պայմանները էականորեն բարելավել են հենց այս գործիքների միջոցով։ Իրավապաշտպան Զեյնալյանի օրինակը անհետևանք չմնաց, սոցիալական ցանցերը լցվեցին սուր քննադատություններով, թե հայ իրավապաշտպանի հայտարարությունը Ադրբեջանի շահերից է բխում։ Այս աղմուկը, այս փոթորիկը մեկ բաժակ ջրում բարձրացել են նրանք, ովքեր որ վաճառեցին այդ լուրը եւ կարեւոր այդ լուրի վաճառքից ստացած դիվիդենդներ։ Արտակ Զեյնալյանը, որ միջազգային ատյաններում պատերազմում տուժածների ու գերիների շահերն է ներկայացնում, պնդում է, թե իր խոսքերը կոնտեքստից կտրել ու շահարկում են։ Բաքվի բանտերում իր նշած առաջընթացի օրինակը դեռ չի նշանակում, որ հայերին այնտեղ չեն խոշտանգում։ Բաքվի բանտում ադրբեջանցի գործակալների պաշտոնատար անձանց իրավազորության ներքո գտնվելը ազգությամբ հայի համար կյանքին վտանգ է սպառնում։ Սրանք մեր փաստարկներն են, գործնականորեն։ Եվ ես իմ մասնակցությամբ առնվազն 7-8 գործ եմ շահել Ադրբեջանի դեմ մեր հայ քաղաքացիների անունից, որոնցով ճանաչվել է ոչ միայն կյանքի իրավունքի խախտումը, խոշտանգումների ձեռք լինելու իրավունքի խախտումը, ճանաչվել է նաև խտրականությունից ձեռք լինելու իրավունքի խախտումը։ Մենք հաստատել ենք, որ Ադրբեջանում հայի համար կյանքին վտանգ է սպառնում նրա հայ լինելու ականջը պայմաններ։ Արտակ Զեյնալյանը շեշտում է, իրեն քննադատողներից ավելի մանրամասն ու լավ գիտի ինչի միջով են անցնում Ադրբեջանում գերեվարված մարդիկ։ Նրանց խախտված իրավունքների ու սարսափելի խոշտանգումների մասին հարյուրավոր փաստեր է ներկայացրել միջազգային ատյաններ, բայց ըստ նրա եվրոպական կառույցների միջոցով կարևոր հարցեր են լուծվել։ Այն, ինչ ես ասել եմ, դա վերաբերում է գործիքակազմին։ Արդյոք Եվրոպական միությանը կամ եվրոպական կառույցները կարող են նպաստել գերիների ետ վերադարձին։ Եթե նույնիսկ Բաքվի բանտերից լուսանկարներ ու զեկույցներ ստանալու հնարավորություն կա, հավատում է դրանց իրավապաշտպանը։ Նաև հեռախոսով մշտապես կապի մեջ ենք, ժամանակ առ ժամանակ կապի մեջ ենք եւ դրա ճշգրտում ենք եւ այդ լուսանկարները մենք ունենք համատության մեջ։ Համատության մեջ տեսնում ենք նաև դինամիկան, շարժը։ Եվ սա եվրոպական կառույցների ճնշման ու ազդեցության ներքո է։ Համոզված է, որ դրանք բեմադրված չեն եւ ի վերջո, եթե անգամ բանտի կենցաղային պայմանները բարելավված են, ինչ նշանակություն ունի դա, եթե այս օրերին հայկական լրատվամիջոցները հեղեղված են հայ գերիներին խոշտանգելու ահազանգերով, արդյոք տեղիներ իր այս օրինակը։ Համատեքստ լրիվ այլ է։ Մենք ունենք ապացույցներ, փաստեր, որ դինամիկա կա մեր վստահորդների կյանքի պայմանների լավացման, այնտեղ պահման։ Բայց դա չի նշանակում, որ խոշտանգումը ավարտվել է։ Եթե մենք լինենք սուբյեկտիվ եւ ցանկացած բան, ի սկզբանե կանխակալ, ասենք որ դա վատ է, կանխակալ ասենք որ եթե լինելու է, ապա անպայման վատ է լինելու, ապա մեր խոսքը արժեք չի ունենա։ Երեկ էլ իշխող խմբակցության падգամավոր Լիլիթ Ստեփանյանն է աղմկոտ հայտարարություն արել, խոսելով գերիներին վերադարձնելու իշխանության քայլերի մասին, ասել էր, թե հրապարակային խոսքը վնասում է դրան եւ որպես օրինակ նշել Ռուբեն Վարդանյանի որդու հայտարարությունը։ Լիլիթ Ստեփանյանն Ազատության եզրույթում բացատրեց, այլ բան է նկատի ունեցել, ոչինչ չի պնդել։ Ես դիալեկտիկական կապի մեջ եմ դիտարկել այդ ամենը, շեշտելով ոչ թե Ռուբեն Վարդանյանի որդու հայտարարությունը, այլ այն հանգամանքը ակցենտավորելով, որ որոշ դեպքերում ավելի ուր աշխատել, քան հրապարակային խոսել ավելորդ թեմաներով, ավելորդ էմոցիայով, որ ավելի շատ կվնասի մեր ռազմագերիներին։ Անցած շաբաթ էլ իշխանականներից Անդրանիկ Քոչարյանն էր ասել, Ռուբեն Վարդանյանի նախկին հայտարարություններն են այսօր Բաքվում օգտագործում իր դեմ։